կրթությունը հասարակության շարժիչն է, իսկ ուսուցիչները այդ շարժիչի ամենակարևոր դետալները։ Ու տարիներ շարունակ նախկին օլիգարխիկ իշխանությունների ժամանակ ուսուցիչները վարձատրվել են կոպեկներով, բառացիորեն կոպեկներով, ինչի համար, որպեսզի հետո ընտրությունների ժամանակ այդ նույն ուսուցիչները օգտագործվեն որպես հասարակ ընտրատասոբշիկ, որպեսզի նրանց վրա դրվի ինչ-որ ընտրական պլան, որպեսզի նրանք ցուցակներ հավաքեն ու ինչ-որ կեղտոտ թեմաների մեջ ներգրավեն օլիգարխիկ կլանի համար ձայներ ապահովելու գործում։ Իսկ մեր իշխանության ժամանակ Հայաստանում ներդրվել է ուսուցիչների ատեստավորման համակարգը ու ներկայացնեմ այդ ատեստավորման կարևորագույն արդյունքները։ 2952 ուսուցիչ այս պահին ստանում է 300,000-ից 400,000 դրամ աշխատավարձ։ 1362 ուսուցիչ ստանում է 400,000-ից 500,000 դրամ եւ 13 ուսուցիչ ուշադրություն ստանում է 700,000 դրամից բարձր աշխատավարձ։ Հայաստանում կարելի է լինել ուսուցիչ ու ստանալ 300,000-ից 400,000-ից 700,000 դրամից բարձր աշխատավարձ։ Ու սա նրա շնորհիվ, որ պետությունը հոգ է տանում նախ ուսուցիչների մասին, հետո սովորողների մասին ու առհասարակ հասարակության ու պետության մասին։ Կիսվեք տեսանյութով։